մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը զրոնիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանին է պատկանում։ Գլխավոր դատախազը թվարկում է Սևանի լճի ափին օրենքի խախտման պոտարված կամ վարձակալության հանձնված գույքերը։ Աննա Վարդապետյանն այսօր շուրջ 20 րոպե կառավարության նիստում ներկայացրեց դրանք պետությանը վերադարձնելու ուղղությամբ կատարած աշխատանքները։ Գույքերի սեփականատերերը պատահական մարդիկ չեն։ Այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին։ Նկատենք, որ Սասուն Միքայելյանի 1 հեկտար մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիրը եւս իրավապահներին կասկածելի է թվացել։ Դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել եւ պետական գրանցում է ստացել 2021-ին։ Այս հիմքով օրեր առաջ վարձակալության իրավունքի վկայական ուժը կորցրած է ճանաչվել, ինչը նշանակում է առաջիկայում ԵԿՄ ղեկավարին պատկանող տնակները կքանդվեն։ Ֆակտոր TV-ն դեռ 7 տարի առաջ էր մանրամասն ուսումնասիրել ափամերձ շքեղ առանձնատները, հյուրանոցային համալիրները եւ հանգստյան տները, վերհանելով նաեւ դրանց մասով կնքված վարձակալության կասկածելի պայմանագրերը։ Օրինակ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող հարսնակար համալիրի դեպքում, որը դեպի լիճ ելք ունի եւ բիզնես տեսանկյունից գտնվում էր բավականին լավ դիրքում։ Տարածքի վարձակալության վճարը 1,36,000 դրամ է կամ 1 քառակուսի մետրը ընդամենը 37 դրամ։ Վարձակալության հիմունքներով մոտ 1 հեկտար հողագտոր ունի Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, 2,5 հեկտար տարածք ունի նրա փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, գեներալ Մանվել Կարապետյանի կինը Նազիկ Ամիրյանը եւ այլք։ Ուշագրավ է, որ տարբեր տարիներին դրանց ապօրինի լինելու եւ ապամոնտաժվելու մասին խոսվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն գործուն քայլեր այդպես էլ չի ձեռնարկվել։ Հեղափոխությունից 2 ամիս անց այս մասին խոսել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որ ինքը տա տեղեկանք բոլոր վարձակալների մասին, դե յուրե եւ դե ֆակտո վարձակալների մասին, այդ թվում է տարածքում հայտնված առանձնատների մասին եւ դրանց հարաբերությունների մասին օրենքի եւ իրավունքի հետ։ Մենք պետք է հասկանանք նաեւ այդ այդ առանձնատների ճակատագիրը, նրանցից մի մասով իհարկե իրավապահ մարմինները կզբաղվեն։ Իրավապահ մարմիններին փաստացի 7 տարի անհրաժեշտ եղավ քանդման, օտարման որոշումներ ունենալու համար, սակայն ոչ բոլոր շինությունները կապամոնտաժվեն։ Գույքերը կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել, եւ ես կխնդրեմ, որ կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում են, որ գույքերը միանշանակ ենթակային քանդման, եւ որ դեպքում են, որ գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել օրինակ առողջապահության նախարարությանը, կրթության նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, շրջակա միջավայրի նախարարությանը, կրթական, առողջապահական եւ այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար։ Արդյոք կքանդվեն նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող տարիներ շարունակ հանրության եւ իշխանության կողմից քննարկվող այս շքեղ կառույցները, թե դրանք օգտագործվեն սոցիալական նպատակներով, աշխատանքային քննարկման արդյունքում կորոշվի։